Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Բարև ձեզ, այսօր Fast Info-ի հյուրը հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն է։ Բարև ձեզ, Տիկին Զոհրաբյան, շնորհակալ եմ հրավերության համար։ Տիկին Զոհրաբյան, Ադրբեջանը հերթական պահանջն է ներկայացրել Հայաստանին, Բաքուն պահանջում է հանձնել ազատամարտի մասնակիցներին, իսկ պաշտոնական Երևանը լռում է։ Ինչու Հայաստանը ոչ մի կերպ չի արձագանքում Բաքվում ընթացող ֆարսի դատական։ Նախ սկսենք նրանից, որ Ադրբեջանը միայն դա չէ պահանջում, ինչպես օրերս Ադրբեջանի Միլի Մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը հայտարարեց, Ադրբեջանը շարունակում է նաև սպառնալ։ Մենք Շուշին գրավեցինք պատերազմով, Երևանը մենք կվերցնենք խաղաղ քայլերով եւ կրկին Հայաստանից որևէ արձագանք չկա եւ հիմա Հիկմետ Հաջիևը Ալիևի արտաքին հարաբերությունների պատասխանատուն հայտարարում է, որ եթե Հայաստանը ուզում է խաղաղություն, ապա Հայաստանը Բաքվին պիտի հանձնի հանցագործներին, որոնք թաքնվում են Երևանում։ Հանցագործներ ասելով Ադրբեջանը նկատի ունի Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմների մասնակիցների եւ բնականաբար այս ցուցակում առաջի հորիզոնականում են նախկին նախագահները Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախկին նախարարները, բազմաթիվ շտաբի պետեր եւ բնականաբար նաեւ առանձին ազատամարտիկներ, սա առաջին փուլում դեռ եւ մենք տեսնում ենք, որ պաշտոնական Հայաստանը լռում է, որտեղ ես չեմ բացառում, ցավոք սրտի ես կարող այս պահին ասածս թվա աբսուրդ, բայց ես չեմ բացառում, որ կարող է գալ մի փուլ, որ Նիկոլ Փաշինյանը սեփական իշխանությունը պահելու համար, որտեղ Նիկոլ Փաշինյանի ֆիքս իդեան հիմա 1 օր ավել, 1 ժամ ավել, 1 ամիս ավել սեփական իշխանությունը պահելն է, ինքը Բաքվին հանձնի նաև այն անձանց կամ այն անձանցից որոշներին, որոնց պահանջում է Ալիևը, որտեղ մենք հետևում ենք, Բաքվի դատավարություններին, այդ խայտարակ քաղաքական ֆարսին, այդ անմարդկային ֆարսին, մենք տեսնում ենք, որ հիմնական մեղադրողը Ադրբեջանի դատախազը ամեն ինչ անում է, որպեսզի այդպիսի ցուցմունքներ կարողանա կորզել ռազմագերիներից, իսկ մենք հասկանում ենք, թե ինչ անմարդկային խոշտանգումների, թե ֆիզիկական, թե հոգեբանական խոշտանգումների տակ են գտնվում ռազմագերիները, որպեսզի մեղադրել է աթոռին հայտնվի ռազմական հանցագործի կարգավիճակում Հայաստանը դա մեկ եւ պատահական չէ, որ պահանջելով Հայաստանից հետ վերցնել եվրոպական դատական ատյաններում, Հաագայի դատարանում, մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի դեմ ուղղված բոլոր հայցերը, ընդհակառակը Ադրբեջանը այս դատական ֆարսը տանում է նրան, որ արդյունքում դատական հայցեր ներկայացնի այս կորզված ցուցմունքների արդյունքում ռազմական հանցագործ ճանաչի Հայաստանին եւ կոնկրետ անձանց, որոնց ուղղությամբ թիրախավորված մեղադրանքներ են կորզում, որպիսի օրակարգ բերի արդեն պահանջի վերջնական ուլտիմատումի տեսքով նրանց Բաքվին արտահանձնելը, մտածել, որ մի օր էլ Նիկոլ Փաշինյանը մի օր էլ դա չի անի, առնվազն զավեշտ է, որովհետեւ ես քանիցս ասել եմ, սեփական իշխանությունը պահելու համար, եթե պետք լինի ԿՊԵ-ականներին մասսայաբար խաշլամա անել հրապարակում, Նիկոլ Փաշինյանը սեփական իշխանությունը պահելու համար դա անպայմանորեն անելու է։ Տիկին Զոհրաբյան, վերջերս համացանցում տարածվեց Ռուբեն Վարդանյանի ուղերձը, դա լայն քննարկումների տեղիք տվեց, յուրաքանչյուրը յուրովի մեկնաբանեց այն։ Ձեր դիտարկմամբ ի վերջո ո՞րն է Ռուբեն Վարդանյանի մեսիջը եւ համաձայն եք այն դիտարկման հետ, որ հիմա Բաքվում դատվում է ինքնորոշման իրավունքը, դատվում է հայրենիքի փրկության եւ պայքարի իրավունքը։ Միանշանակ, հիմա Ադրբեջանում դատվում է Հայաստանի գոյության, Հայաստանի լինելիության նաեւ իրավունքը, Ռուբեն Վարդանյանի ուղերձը շատ պարզ էր, եթե ես փորձեմ հիմնական շեշտադրումները ձևակերպել, ուղերձ առաջին, կոդ առաջին, եթե կարծում եք, որ իմ զոհ լինելով Ադրբեջանը կանգ է առնելու, ես պատրաստ եմ լինելու այդ զոհը։ Երկրորդ, եթե կարծում եք, որ Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարելով Ադրբեջանը կանգ է առնելու, ուրեմն դուք խորապես սխալվում եք։ Կոդ 3, եթե կարծում եք, որ լռելով, ոչինչ չանելով, զոհասեղանին դնելով հայրենիքը, ինքնորոշման իրավունքը, դրանով դուք նպաստելու եք տարածաշրջանի խաղաղությանը եւ տարածաշրջանում խաղաղություն եք
բերելու, դուք սխալվում եք։ Ի վերջո, եկեք նայենք, թե ինչ է կատարվում այսօր Սիրիայում, հա, այն Ալ-Քաիդայի ռազմական հանցագործը, որի գլխի համար Միացյալ Նահանգները միլիոններ էր խոստանում, այսօր Սիրիայի լիդերն է, եւ մենք տեսնում ենք, թե վերջի 5 օրվա ընթացքում ըստ բրիտանական լրատվամիջոցի իրականում 10,000-ից ավելի ալավիներ եւ քրիստոնյաներ մորթվել են եւ նրանց մեջ հարյուրավոր երեխաներ։ Այդ զարհուրելի կադրերը մենք տեսնում ենք, թե ինչ են անում այնտեղ քրիստոնյաներին եւ ալավիներին, եւ դա արվում է դեմոկրատիայի անվան ներքո, եւ Եվրոպական միությունը, հավաքական Եվրոպան դատապարտվում է մորթվողներին եւ ավելին Սիրիայի խնդրի շուրջ քննարկումներ են կազմակերպում եւ Սիրիայի ռազմական հանցագործ ղեկավարին, որին տարան լողացրեցին, փողկապ կապեցին եւ սկսեցին իր ձեռքը սեղմել, որ հիմա Թուրքիայում է, որտեւ այս ամենը գնում է նաեւ Թուրքիայի բարձր հովանու ներքո, այս սպանդը, այս ցեղասպանությունը Սիրիայում գնում է հավաքական Եվրոպայի եւ Թուրքիայի ոսկե հովանավորության ներքո մարտի 17-ին մի քանի օրից հրավիրել են Բրյուսել, Սիրիա, մենք քո հետ ենք ֆորումին մասնակցելու համար, այսինքն մենք մեր աչքի առաջ պիտի ունենանք, հա, այն ինչ հիմա այս օրերին կատարվում է Սիրիայում եւ այն ֆեյք խաղաղության օրակարգը, հա, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ուտացնել հասարակությանը, որ ինչ ուզում է Ադրբեջանը պիտի տանք, որտեվ դրա դիմաց մենք ստանալու ենք խաղաղություն, հասկանալի է, չէ, որ չկա եւ չի լինելու խաղաղություն, որտեվ այսօր էլ մամուլում եղավ հրապարակում ՔՊ աղբյուրների մոտ կանգնած, հենց ես որքան տեղյակ եմ, հենց падգամավորներն էին, հա, այդ տեղեկատվությունը փոխանցել լրատվամիջոցների ԿՊ-ական, որ վերջի ԿՊ ակտիվի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ով այլևս կարճացա փրփուրներից ուղղակի հանձնարարական է տվել թիմակիցներին, ժողովրդին սպառնացեք պատերազմով, վախեցրեք պատերազմով եւ հատկապես սյունեցիներին վախեցրեք պատերազմով, որպիսի համաձայնեն ըստ էության Միջանցքի գաղափարին։ Այսինքն մենք հասկանում ենք, չէ, որ չի լինելու խաղաղություն, չի լինելու, որովհետեւ 2 օր առաջ Անկարայում Ալիև-Էրդողան հանդիպման ժամանակ Ալիևը ուղղակիորեն նոր տարածքային պահանջ ներկայացրեց Հայաստանից, խոսելով, որ Զանգեզուրը իբր դա արևմտյան Ադրբեջան է եւ չի լինելու խաղաղություն, որովհետեւ ինչ որքան Նիկոլ Փաշինյանը բավարարում է թուրք-ադրբեջական տանդեմի ռազմատենչ ախորժակը, այնքան նրանց պահանջները ավելանում են։ Ի վերջո, նույն Միլի Մեջլիսում Մարդու իրավունքների հանձնաժողովի падգամավորի կողմից է հնչել, որ մենք ամեն ինչ պիտի անենք, որ տարածաշրջանում հայը վերանա, որտեվ մեկ հայը անգամ տարածաշրջանում դա սպառնալիք է։ Տիկին Զոհրաբյան, այս ամենի ֆոնին Հայաստանում ինչու հասարակական լայն ընդվզում չկա, տեսեք, դատական ֆարսը, որ տեղի ունենում Ադրբեջանում, բնականաբար դա վերաբերում է ամբողջ հայությանը։ Ինչու ազատամարտիկները ոտքի չեն ելնում, որտեղ է ԵԿՄ-ն։ Տեսեք, այսօր հիմա մենք որ ձեզ հետ զրուցում ենք, այս րոպեներին դատարան պիտի բերվի Ռուբեն Վարդանյանը, որտեղ այսօր Ռուբեն Վարդանյանի հերթական դատավարությունն է, այսօր 22-րդ օրն է Ռուբեն Վարդանյանը հացադուլի մեջ է։ Ես չգիտեմ անգամ, դեռ ադրբեջանական լրատվամիջոցներում որևէ տեղեկատվություն չկա, Ռուբեն Վարդանյանը այսօրվա դատական նիստին մասնակցելու ի վիճակի եղել է թե ոչ, որովհետև միջազգային Կարմիր խաչի իմ գործընկերները ինձ փոխանցել են, որ Ռուբեն Վարդանյանը կատեգորիկ հրաժարվում է դադարեցնել հացադուլը, ավելին ինձ ասել են, որ կա ինչ-որ մի ժամկետ, եթե մարդը չի դադարեցնում հացադուլը, այլևս պետության ուրեմն խնդիրն է դառնում նրան բռնի ուժով կերակրելը, դուք գիտեք, այնտեղ սիստեմաներ են միացնում եւ այլն։ Սա պիտի լինի ահազանգ, սա պիտի լինի ահազանգ, որտեղ Ռուբեն Վարդանյանը այնտեղ մարմնավորում է յուրաքանչյուր հայի, որտեղ Ռուբեն Վարդանյանի փոխարեն կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը եւ վաղը կարող է լինել էլի մեզանից յուրաքանչյուրը, որտեղ այն անհեթեթագույն մեղադրանքները, որ առաջադրվել է Արցախի ռազմաքաղաքական էլիտային, մենք երեք լսեցինք նույն Արկադի Ղուկասյանի ցուցմունքները, այնքան ինչքան որ տալիս է ադրբեջանական լրատվամիջոցը, հասկանում ես, որ այս մարդիկ
ուղղակիորեն կանգ չեն առնելու, որ այս մարդկանց խնդիրը վերացնել Հայաստանը որպես պետություն, Հայաստանը բոլոր միջազգային դատարաններում դատել որպես ահաբեկիչ, որպես տերորիստ, որպես ռազմական հանցագործ եւ պատահական չէ, որ Ալիևը պնդում է Նիկոլ Փաշինյանի արչեւ պայման է դրել փոխել ոչ միայն սահմանադրությունը այնտեղից հանելով անկախության հռչակագիրը, այլ նաև հետ կանչել միջազգային ատյաններից բոլոր հայցերը ընդդեմ Ադրբեջանի։ Գիտեք, սա ինքնանպատակ է, ոչ, որ պահին Հայաստանը Հաագայի դատարանից, Մարդու իրավունքների եվրոպական դատարանից հետ կանչեց Ադրբեջանի դեմ բոլոր հայցեր, իսկ մենք գիտենք այնտեղ հայցեր կա Արցախի էթնիկ զտում, հայցեր կա ցեղասպանական գործողություններ Ադրբեջանի կողմից կատարված, դա նշանակելու է, որ Հայաստանը ընդունում է, որ Ադրբեջանը հանցագործ չէ, որ այնինչ տեղի է ունեցել Արցախում այս 30 տարիների ընթացքում այն ռետորիկան ռազմատենչ, որ ունեցել է Ադրբեջանը, դրանից հետո էթնիկ զտումը 23 թվականի 30 տարի Ադրբեջանն, ինչպես Ալիևն էր ասում, մենք մեր սերունդներին դաստիարակել ենք ատելությամբ հայի հանդեպ։ Ես լսել եմ Ստրասբուրգում Ադրբեջանի նախկին օմբուդսմենին, ով ասում էր Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պիտի լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար, ով ասում էր Ռամիլ Սաֆարովի օրինակը վարակիչ պիտի լինի։ Եթե մենք հետ ենք կանչում բոլոր հայցերը, մենք ընդունում ենք, որ ինչ որ արել է Ռամիլ Սաֆարովը կացնահարելով քնած հայ սպահի ճիշտ է արել։ Ինչ որ արել է Ադրբեջանը 23 թվականին 2 օրում ցեղասպանության վտանգի տակ տեղահանելով 120,000 արցախցիների, դա ճիշտ է արել։ Սա է օրակարգը Ադրբեջանի եւ մենք տեսնում ենք, որ մի կոլաբորացիոնիստ, կոլաբորանտ իշխանություն բավարարում է Ադրբեջանի օրակարգը։ Տիկին Զոհրաբյան, այս ամենի ֆոնին Բաքվից հայտարարում են, որ խաղաղություն կոչվածին խանգարում է Հայաստանի սահմանադրությունը, խանգարում է Հայաստանի, այսպես ասած, զինվելու իրավունքը եւ ի վերջո Հայաստանի ինքնին կարծեք թե խանգարում է այդ խաղաղությանը, մինչդեռ Հայաստանի գործող իշխանությունը ասում է, թե ենթակառուցվածքների ապաշրջափակման համար շատ լավ առաջարկներ են արել Ադրբեջանը։ Արդեն իսկ այդ առաջարկները, որ իրենք արել էին, Ադրբեջանի քաղաքական էլիտանի դեմս Հիկմետ Հաջիևը մերժել է, այսինքն նույնիսկ այն, որ Նիկոլ Փաշինյանին թվում էր, թե լավագույն առաջարկն է Ադրբեջանի համար, մերժվել է Ադրբեջանի կողմից։ Ինչ վերաբերում է այս իշխանության քայլերին, գիտեք, ես նախորդին էլ ասեցի, ես լսեցի Նիկոլի ելույթը Գյումրիում, գիտեք, ինչքան պիտի adekvatությունը կորցրած լինի երկրի ղեկավարը, որ ըստ էության հայտարարի, որ որևէ մեկը իրավունք չունեք Գյումրու քաղաքապետի թեկնածություն առաջադրելու քաղաքական իր հակառակորդներին անվանելով առնետներ, ովքեր իրենց բներից դուրս են եկել եւ ինքը նորից այդ առնետների մտցնելու է իրենց բներ։ Դուք հասկանում եք սա ինչ է։ Սա տերոր էլ չի, սա բռնապետություն էլ չի։ Այս նույն իր լեքսիկոնը, թալանը, յաշիկար, Բրաբուս ար բրաբուս, բա յաշիկ ար յաշիկ, կոշիկ ար կոշիկ, ժամացույց ար ժամացույց, ասաբնյակ ար ասաբնյակ, երբ ես վերադարձնելու քո թիմակիցների թալանը, այն թիմակիցների, որ 18 թվականին 1000 դրամին կակա են ասում, այսօր նայում ենք հայտարարագրերը, նայում ենք նրանց հակած հագուստի գինը, նայում ենք նրանց ամարանոցների տները, տպագրված սիվիլ նեթում հետքում, բա դա երբ ես վերադարձնելու, այսինքն հասկանում եք, այս մարդու ասածը այն է, որ ոչնչացնելու եմ բոլոր այն թեկնածուներին, հա, այն քաղաքական ուժերին, ովքեր կհանդգնեն ԿՊ-ից բացի թեկնածություն առաջադրել։ Գիտեք, սա ես չունեմ ձևակերպում, իմ բառամթերքը չի հերիքում այլևս ձևակերպելու մեկ մարդու ցինիզմը, մեկ մարդու անպարկեշտությունը, մեկ մարդու adekvatության տոտալ կորուստը։ Նախորդին ես շոկի մեջ էի, Հովիկ Աղազարյանն ասում է, երբ որ մեր ԿՊ-ական քննարկումների ժամանակ մենք ասեցինք, որ մեզ էլ են դավաճան ասում է անգամ այդ բարին խանդեց, ասեց, ես ինչ եք ասում, այսինքն ոնց, այդ այնպիսի տիտղոս է, որ մենակ ես պիտի դրան արժանի լինեմ։
Ես հասկանում եմ, որ այստեղ իրենց խոսքը պիտի ասեն հոգեբանները, հոգեբույժները, բայց ի վերջո մենք պիտի հասկանանք, որ այս մարդու գոյությունը, այս մարդու լինելը ղեկավարի պաշտոնին երկրի գոյաբանական վտանգ է վաղուց, արդեն 7 տարի գոյաբանական վտանգ է, կամ այսպես է շատ պարզ է ձևակերպումը, կամ Նիկոլը մնում է իշխանության, կամ Հայաստան չի լինում։ Հիմա մենք այս հարցը կամ կարողանում ենք լուծել, կամ ոչ։ Նկատենք Տիկին Զոհրաբյան, որ եթե նման լեքսիկոնով հանդես գար որևէ այլ քաղաքական, հատկապես ընդդիմադիր գործիչ, քրեական գործ կհարուցվեր։ Ինչ եք խոսում, հիմա նայեք, թե պատկերացնում եք ես, Արմեն Աշոտյանը, Էդգար Ղազարյանը, ես չգիտեմ, որևէ այլ ընդդիմադիր գործիչ այս լեքսիկոնով հանդես գար, ինչ կանեին մեզ, հասկանում եք, քաղաքական մեր հակառակորդներին անվանեինք առնետներ, ասի օգտագործեմ Նիկոլի լեքսիկոնը, ինչ ուզենամ մատել թափ կտամ, պետք ինչ ուզենամ թափ կտամ, կշինեմ, ասելով իր քաղաքական հակառակորդների հասցեին, չգիտեմ, հիշում եք, կտամ ասֆալտին, կծեփեմ պատերին, մենք այսպիսի լեքսիկոն օգտագործեինք, հիմա իրանց ուրեմն հանձնաժողովներում մի հատ բարոյաէթիկական նիստ կհրավիրեին եւ մեր բոլորի հանդեպ քրեական գործեր կհարուցեին, որտեղ իր այս սփիչը, իր խոսքը դա ընդամենը վիրավորանք չի, դա ուղակի սպառնալիք է, մարդը ասում է, դուք ով եք, որ հանդգնել եք Գյումրիում թեկնածություն առաջադրել, տեսեք ես ձեզ հետ ինչ եմ անելու, սա պետք է կանխել, սա պետք է ահազանգել, ես հասկանում եմ, որ միջազգային բոլոր կառույցները իրանց բերանները փակել են, հա, որովհետև իրանք են այս իշխանության ոսկե հովանավորը, բայց իրանք պիտի հասկանան, որ առաջիկայում ինչ որ եղավ, ինչ որ սպասվում է Գյումրիում, իսկ ես կարող եմ կանխատեսել, թե ինքը ինչ տերոր է անելու, դրա պատասխանատվությունը կիսելու են բոլորը, միանշանակ։ Տիկին Զոհրաբյան, աշխարհում փոփոխություններ են տեղի ունեցել, այս պարագայում ձեր դիտարկման Փաշինյանը ինչ քաղաքական կուրս է որդեգրել, որովհետև ակնհայտ է, որ Ռուսաստանին ու Ամերիկայի Միացյալ Նահանգներին մենք չենք հետաքրքրում, Եվրոպան էլ իր խնդիրներն ունի։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը որևէ քաղաքական կուրս չունի։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուրսը դոլարի, եվրոյի կուրսի նման փոխվում է, կախված նրանից, թե որտեղից ինքը կարող է իր համար պոկել սեփական կյանքի, սեփական ընտանիքի կյանքի անվտանգության երաշխիք։ Ես տեղեկացա, որ ՀԱՊԿ իրեն հրավիրել է մասնակցելու մայիսի 8-ին հաղթանակի շքերթին։ Մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը վազելով գնալու է, մի հատ էլ այլևս հանելու է իր եվրոպական կոշիկները, հագնելու է ռուսական բացինկաներ եւ գնալու է։ Իր համար միևնույն է, որ աշխարհակաղակական կենտրոնը իրեն կտա այս պահին այլևս կյանքի անվտանգության երաշխիքներ, որովհետեւ իր պապաները, հա, Բայդենյան վարչակազմը այլևս չկա, Միացյալ Նահանգներին գլոբալ առումով այս ռեգիոնի իշխանությունը, հա, ամեն գնով այս ռեգիոնում իրենց դրածոներին պահելը բացարձակ չի հետաքրքրում։ Մենք տեսանք նաև երեք Իլոն Մասկի հայտարարությունը, որ USAID ծրագրերի 83%-ը, նաև այն ծրագրերը, որոնք ֆինանսավորել են տերոր post-սովետական երկրներում ֆինանսավորել են գունավոր հեղափոխություններ, այդ բոլոր ծրագրերը ուղղակիորեն փակված են, իսկ դա նշանակում է, որ արևմուտքի համար Նիկոլ Փաշինյանը իր բոլոր բանտիկներով հանդերձ չի կարող հետաքրքիր լինել։ Եվրոպական միությունը, ասում եմ, մեկը լինի, Եվրոպական միությանը փրկի։ Այսօր Եվրոպական միությունը, հա, այնպիսի խնդիրների առջև է կանգնած, որ ինչպես ժամանակին Հենրի Քիսինջերն էր ասում, ով է Եվրոպան, որն է հավաքական Եվրոպան, ում զանգեմ ես, տվեք այդ հեռախոսի համարը, որին ես զանգեմ եւ կարողանամ խոսել հավաքական Եվրոպայի հետ։ Եվրոպան դեռ այդ Եվրոպայի առաջի դեմքերը Վան դեր Լեյն, Շարլ Միշել եւ այլն, բանը Գերմանիայի նախկին կանցլեր Մակրոն, իրենք բոլորը որպես ռազմական հանցագործներ դատվելու են այն ցեղասպանության համար, որ հիմա կատարվում է Սիրիայում, որտեղ նրանք են եղել այդ ամենի հովանավորը Թուրքիայի հետ միասին։ Տիկին Զոհրաբյան, Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ցանկացած պահի, երբ եւ վերջերս էլ նորից նույն բանն ասաց, ցանկացած պահի, երբ ժողովուրդը իրենից պահանջի, ինքը պատրաստ է թողնել աթոռը եւ հեռանալ, իշխանությունը հանձնել ժողովրդին։ 2020 թվականից հետո մինչ օրս բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, իշխանափոխության պահանջներ են եղել, բայց ինչպես տեսնում եք, Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարումը։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ինչպես միշտ ստում է, նախ ես չգիտեմ, որ ինքը ասում է ժողովուրդը պահանջի,
իր պատկերացմամբ որն է ժողովուրդը, որտեղ մենք տեսել ենք փողոցներում 100,000-ով մարդ, օրինակ մայիսի 9-ին 85-ից 90,000 եւ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել, ավելին հունիսի 12-ին ուղղակիորեն ցուցարարների հանդեպ կիրառվել է օրենքով արգելված Զարիա 3 լուսաձայնային նռնակ, որի արդյունքում ունեցել ենք հարյուրավոր վիրավորներ, ունեցել ենք դաստակը կտրված քաղաքացի եւ Նիկոլը էլի հրաժարական չի տվել։ Նիկոլը ստում է։ Նիկոլը երբեք փողոցում, ես չգիտեմ քանի մարդ է ապրում Հայաստանում, 2,900,000, 2,900,000-ն էլ լինի փողոցում, Նիկոլ Փաշինյանը կամավոր հրաժարական չի տալու։ Նա նաև կրակելու է, նա նաև գնալու է բախումների, նա նաև հային հանելու է հայի դեմ։ Այսինքն մենք պիտի հասկանանք, որ փողոցում պիտի լինի մահապարտ ընդդիմություն։ Լուծումը սա է, մտածել, որ կգնանք 26 թվականին Նիկոլ Փաշինյանի հետ ընտրությամբ եւ ընտրական համակարգով Նիկոլին կհաղթենք, դա ուղղակիորեն մեծ մոլորություն է։ Փողոցում պիտի լինի մահապարտ ընդդիմություն, ով պիտի իմանա, որ դիմացը կանգնած է Նիկոլ, ում համար Հայաստանի Հանրապետության ոչ 1, ոչ 100, ոչ 100,000 քաղաքացու կյանքը արժեք չի։ Կունենանք այդպիսի ընդդիմություն, հավատացեք, Նիկոլ Փաշինյանը հեռանալու է։ Տիկին Զոհրաբյան, իսկ ինչ է կատարում երկու նախագահների Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցների միջեւ, որտեղ տպավորություն է, որ հիմա պետք է ընդդիմություն կոչվածի միակ նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացումը լիներ, բայց հիմա կարծեք թե տեսեք, ես չեմ հասկանում այդ ֆեյք օրակարգը, ով բերեց Նիկոլին ֆեյք օրակարգը, որովհետեւ ես չեմ հոգնելու այդ մասին ասել, Նիկոլին խորհրդարանում քվեարկողներից մեկն էլ ես եմ եղել եւ այն մարդիկ, ովքեր այսօր ամենաբարձրն են գոռում, ով բերեց Նիկոլին, ես իրենց տեսել եմ 18 թվականին ինձ հետ հրապարակներում Նիկոլ պաշտպանելիս ցավոք սրտի, բայց ես այն 45 падգամավորներից միակն եմ, միակը, երկրորդը չկա, ով քվեարկել է Նիկոլին, ով բաց ասում եմ ամեն օր պիտի ապաշխարեմ այդ իմ մեղքի համար, որովհետև իհարկե պատմությունը եթեներ չի սիրում, հա, որ եթե մենք չանեինք ինչ կլիներ, այո, Նիկոլ Փաշինյանը կտաներ երկիրը առնահեղության, բայց միգուցե պետք էր այդ ժամանակ չքվեարկել։ Ինչ վերաբերում է այս լեզվակռվին, որ կա, իհարկե սա պատիվ չի բերում ոչ մեկիս, որովհետև երբ որ Բաքվի մեր հայրենակիցները, ռազմագերիները մեռնում են Բաքվի բանտում, այսօր բերել օրակարգ, ով բերեց Նիկոլին, դա անարժանապատիվ դիսկուրս է եւ այսօր մի օրակարգ պիտի լինի ինչպես եւ որքան հնարավոր է արագ հեռացնել Նիկոլին։ Իսկ ինչպես կարելի է հեռացնել։ Ես ասացի միայն փողոցով ունենալով մահապարտ ընդդիմություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը պահելու համար ամեն ինչի գնալու է, ամեն ինչ ասելով պատկերացրեք, ամեն ինչ Ուրեմն մեզ պետք է անդիմություն, անդիմադիր լիդեր, ով տնից դուրս եկավ, նա պիտի ամեն օր իր ընտանիքին հրաժեշտ տա, իմանալով, որ կարող է իրեն կալանավորեն, կարող է իրեն գնդակահարեն։ Այո, դաժան բան եմ ասում, բայց այդպես է։ Եվ վերջում Տիկին Զոհրաբյան, ինչ է տեղի ունենում Գյումրիում եւ արդյոք ձեր դիտարկմամբ ճիշտ են այն կարծիքները, թե եթե Գյումրիում օրինակ Փաշինյանը եւ իր թիմակիցները պարտություն կնեն, հնարավոր է, որ այս սցենարը կրկնվի արդեն Երևանում եւ հասնենք իշխանափոխություն։ Շատ կարեւոր է իհարկե, որտեղ Գյումրին երկրորդ քաղաքն է, նույն նաեւ հոգեբանական առումով շատ կարեւոր, իսկ ես պնդում եմ արդար ընտրությամբ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագիրը ոչ Գյումրիում, ոչ Փարաքյարում, ոչ որևէ տեղ հաղթելու շանս, զրոյական շանս անգամ չունի։ Իրանք ամեն ինչ գործի են դնելու, վարչական լծակներ, համայնքային ծառայության օրենքները սոցիալական աջակցության տարբեր հնարավորություն են տալու, որ օրենքի սահմաններում օրենքի անվան տակ ընտրակաշարք բաժանեն։ Դիմել եմ Գյումրու ավականին, հիմա էլ եմ ասում, միջև ընտրությունների վերջի օրը չքվեարկեք որևէ սոցիալական աջակցության, որը ընտրակաշարք իրականում բաժանվելու է գյումրեցիներին, որոնցից մեծ մասը գտնվում է իսկապես սոցիալական ծանր վիճակում։ Ասում եմ, իրակա արդար ընտրությամբ Նիկոլը որևէ տեղ հաղթելու այլևս շանս չունի, բայց Նիկոլի համար անչափ կարևոր է Գյումրիում չպարտվելը, որտեղ դա ուղղակի հոգեբանական նաև դոմինոյի ազդեցություն է ունենալու այո համապետական ընտրությունների վրա։
Շատ լավ, շնորհակալ եմ հարցադրության համար։ Այսօր իմ հյուրը հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն էր։ Փաստինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբվենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։